ով ես դու, որտեղից ես եկի եւ ուր ես երթու։ Այս 3 հարցերի պատասխանները գտնելու համար 89-ամյա Դիլանչի Դիլանչյանը, որը կես դար առաջ Իրանից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, կազմել է իր ընտանիքի տոհմածառը։ Դիլանչյաններ, տոհմագրություն եւ բարեկամություն խորագրով գրքի առաջին հրատարակությունը եղել է այս տարվա ամռանը, սակայն լայն զանգվածներին այն առայժմ հասանելի է միայն էլեկտրոնային տարբերակով։ Ես հայաստանցի եմ։ Ինձ բռնյուժով տալ են Իրան, քաղտեսրել են մեր հայրենիքից։ Հիմա վերադարձել եմ, ցավալին այնօր հիմից ուզում եմ Եվրոպա, այդամ չեմ վարդու, այդ մարդկանց շատ կօգնի։ Մարդը, որ իր արմատներից ամուր կպածել է, դժվար թե ցուլվի, բայց այդ արմատներ չունի, մեծ փչեցիր կգնի։ Ցեղասպանության նախնիների համար ավելի կարևոր, եթե նման գրքեր տպված են էլի, չէ նախքան ցեղասպանությունը։ Մենք Այսօրվա դրությամբ էլ Եվրոպային կամ Արևմուտքին չէին խնդրի, որ դեսպանը ցեղասպանության ժամանակ չեմտի ինչա կրի։ Հեղինակը գրքի ստեղծման վրա աշխատել է շուրջ 30 տարի, օգտվել է արխիվային նյութերից, փաստերն ու անունները ճշտելու համար 3-4 անգամ մեկնել Իրան, 2000-ից ավելի լուսանկարներ արել, քարտեզներ կազմել եւ այլն։ Մի անգամ, 2 անգամ հարցրել եմ, որ ճշտեմ անուն հասկանունները, հանկարծ սխալ չլինի։ Բոլորի տները ամենապակաս 2 անգամ, 3 անգամ գնացել եմ, և այդ սևագրությունները լրիվ կան։ Գիրքն անդրադառնում է նաև Իրանի Փերիա գավառում բնակվող հայերի կյանքին եւ գործունեությանը, սակայն դա արվում է Ղարղուն գյուղում բնակվող Դիլանչյանների տոհմի միջոցով, որից էլ սերում է 89-ամյա Դիլանչի Դիլանչյանը։ Մեր նախահայրը, որը Գյուլստան գյուղից քաղտեսել են, արդեն ճարեցինք այդ հիմքեր եւ սկսեցինք գալ մեր ժառանգական այդ շարավիղները հաստատել փաստերով։ Երիտասարդ ժամանակը հերս հորմացիկը շատ էր զբաղված իսպաներով, ինձ ամեն անգամ պատմում էր, ներշնչում էր մեր ազգի եւ տոհմի մասին։ Հեղինակն ասում է, որ գիրքը կազմելու ընթացքում ֆինանսական դժվարություններ է ունեցել, որը հաղթահարվել է Ավստրալիայում բնակվող իր հարազատներից մեկի Հերոս Դիլանչյանի օգնությամբ։ Հենց նրա ֆինանսավորմամբ էլ առաջիկայում լույս կընծայվի գիրքը։ Դիլանչի Դիլանչյանի խոսքով աշխատությունը հասցեագրված է ազգագրագետներին, հոգևորականներին, պատմաբաններին եւ քարտեզագետներին։